Հանձնաժողովն այսօրվա նիստում բավարարել է Կապշին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտը և դադարեցրել տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման լիցենզիան ընկերության գործունեության դադարեցման պատճառով։ Դեղերի մանրածախ առևտրի ոլորտում ուսումնասիրություն իրականացնելու նպատակով մի շարք տնտեսվարող սուբյեկտներ դեղերի մանրածախ առևտրի ոլորտում իրենց գործունեությանը վերաբերող տեղեկատվություն են ներկայացրել հանձնաժողով։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեղերի մանրածախ առևտրի ոլորտում գործող Ֆարմսերվիս Փակ բաժնետիրական ընկերության կառավարման ներքո գտնվում է երեքական առևտրային օբյեկտներ։ Առևտրային ցանց է համարվում երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համալիրը, որոնք գտնվում են ընդհանուր կառավարման ներքո կամ գործում են միևնույն առևտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո։ Հենց այս հանգամանքով պայմանավորված հանձնաժողովը Ֆարմսերվիս Փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր կառավարման ներքո գտնվող առևտրային ցանցը համարել է գերիշխող դիրք ունեցող։ Դրան հակառակ անար սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մանրածախ առևտրի ոլորտում կորցրել է գերիշխող դիրքը, քանի որ ընկերության ընդհանուր կառավարման ներքո գտնվող մի շարք խանութներ դադարեցրել են իրենց գործունեությունը, դառնալով երկու առևտրային օբյեկտների համախումբ։ Հանձնաժողովը հաստատել է հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը վճարողների 2015 թվականի անվանական կազմը և կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը։ Անդրադառնալով վերջին օրերին արձանագրված գնաճին, հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանն ասաց, որ կարգավորող մարմինը լիազորությունների շրջանակում ակտիվացրել է դիտարկումները առևտրային ցանցերում։ Զգուշացումների ձևով նաև աշխատանք է տարվում տնտեսվարողների հետ, որ հնարավորին չափ կանխվի թանկացումները, բայց այն ընկերությունները, որոնք իհարկե օրենքի խախտում թույլ կտան, անպատասխան պատժամիջոցներ կենթարկվեն։ Հունվարից կուսումնասիրվեն ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքների, այլ նաև կենցաղային տեխնիկայի և տնտեսական ապրանքների գները։ Վարչապետից հանձնարարական ունենք նաև այդ ոլորտները ուսումնասիրություն իրականացնելու, դեղորայքի մասով ուսումնասիրություններ կիրականացվեն հունվար-փետրվար ամիսներին։ Օհար Ռուստամյան, Սամվել Սայան, օր։